աշխարհում լույս ես բոմբոմի Կախարդական քաղաքում հրաշք ես բոմբոմի Ժպիտը կոթակի տոտները բոմբոմի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Ես նկարում եմ տերևներ, աշնանը տերևներ դառնում են կարմիր, կանաչ, դեղին, աշնանը տերևա թափ է լինում։ Ես ամենից շատ սիրում եմ կարմիր տերևներ։ Սիրուն աշուն, նախշուն աշուն, թարել ես մեր այգուն դաշտում, զարդարել ես դահլիճը մեր, հազար տեսակ գույն ես տվել։ Ես նկարել եմ աշուն։ Ես նկարում եմ աշուն։ Եվ աշունը լավն է, որովհետև տերևներ են թափվում, անձրևոտեն են օրերը ալվում։ Անձրևները լավը չեն։ Աշնանը շատ համեղ մտքեր են լինում։ Մենք երեխաներով այստեղ նայում ու խաղում էինք տերևներով։ Աշուն, աշուն ջան, աշուն, ինձ սիրուն ես դու աշուն, անչափ շատ ենք ես սիրում, մենք ես համար ենք երգում։ Վերջ։ Ես սիրում եմ տարվա եղանակներից աշունը, որովհետև տարվա եղանակներից նա ամենալավ եղանակն է, որովհետև տարբեր գույներ կան աշնանը։ Թռչունները չվում են տաք երկրներ, որպեսզի ձմռանը չմրսեն։ Աշուն, աշուն, մեր բարի ցանկալի հյուր աշխարհի, մենք քեզ անչափ շատ ենք սիրում և միշտ սիրով ենք սպասում։ Շատ եմ սիրում աշունը, որովհետև մրգեր են աճում, բանջարեղեններ են աճում, աշնանը տերևներն են թափվում, թռչունները չվում են տաք երկիններ, կան թռչուններ, որոնք չեն թվում, իրանք դիմանում են ձմռանը, աշնան գյուղացիները մրգահան են անում, բանջարեղեն են հավաքում, տերև են հավաքում, ապլիկացիա են անում տերևներով, ես նկարում եմ խաղողը, որովհետև շատ եմ սիրում։ Այո, աշունը հազար գույնի է վառել, ժպտում է փռված սաղարթի միջով, այսօր ուրախ ծառին է թառել, որ վաղ իջնի սեղանի մեջով։ Ես նկարում եմ խաղող, տանց, խնձոր։ Աշխատում են անվեր, այդ ու պուտասխում, հասել են մրգերը և մեզ են սպասում, սիրում եմ աշունը բերքերով վարակ, բոլոր աշունները թող լինեն խաղաղ, բոլորի սրտերը միշտ լինեն ուրախ։ Ես նկարում եմ խոր աշուն։ Աշնանը անընդհատ անձրև է գալիս, օրը լավ չի,
Ես պատրաստում եմ ձրմանը։ Ես տակ շորեր եմ հագնում, որ չմրսե։ Աշուն մեր բալիսիենն ես բոլորի շատ եմ սիրում եմ, մի սիրով ենք սպասում։ Ես նկարում եմ կարմիր խնձոր, քանի որ հիմա աշունը ես սիրում եմ ամենաշատը խնձորը։ Զգուշ, թակս կշարժեք, այս ինչ բան է, չեմ հասկանում։ Բանջարեղենները ինչու են աղմկում, թե ասելու բան ունեն, ինչու հանգիստ չեն ասում։ Հավաքել եմ ու տնել մամալները, հետո ես կպացրեցի։ Որտե պիտի շուն լինի, անրագատ թրջումը, պիտի զոնջիկ վերցնել հետո։ Որ թրջում քիվանդանանք, արեմ գտակ, որ կան տաղեր կնել, որ գանչիկներ տաղեր կնել, որ չմասեն դրսում, կամի մոտ։ Կամեն մս ասում է, ֆուտբոլի շոր եմ հագնում, մեկի զիվոյ շոր, մեկի զիվոյ տուսո, մեկի զիվոյ շարվար։ Բա, մի հատ է զիվորի ոնք գտնեմ ամես հետը խանութից, զիվորի գլխակ, որ գնամ տաշլամներ դեմ կրվելու, երկեմ հետո գնամ կրվելու, թուկե դեմ։ Ես ամեն տեսեք, անուշ արեք, անտեսեք։ Ելուս աննման, մենք հորիգով նեյենք, մեր գերեցի Հայաստան! Բարև ձեզ ելի երեխաներ, այսօր նորից նարնջագույն փղիկում ենք և պետք է ձեզ համար գեղեցիկ մի հրաշք բան պատրաստենք, բայց նախ և առաջ ուզում եմ ձեզ ներկայացնեմ այսօրվա իմ հյուրին։ Նա 4 տարեկան Էլենն է։ Բարև Էլեն, ինչպես ես։ Այսօր Էլենը եկել է ինձ մոտ հյուր և պետք է միասին պատրաստենք ինչ։ Թիթեր։ Եվ ինչից պետք է պատրաստենք թիթեր։ Գլացիներ։ Վերցնենք դեղին գույն և սկսենք մեր աշխատանքը։ Նախ և առաջ սկսենք մեր առաջին գործը։ Իհարկե Էլենը կբացատրի, թե ինչպես պետք է պատրաստել թիթեր։ Ինչ ենք անում, ինչից ենք սկսում։ Կլորիկից։ Բացի կլորիկից պետք է մի փոքր ինչ անել։ Խաղալ։ Խաղալ, ճիշտ է ասում, կամ խաղալ, կամ մշակել։ Էլեն, դու պլաստիլինով ինչեր ես պատրաստել։ Պատրաստել եմ այնպես բան, որ դժվար է իմ մաքուրն է անում։ Այսինքն իր մորաքույրն է օգնել երեխաներ։ Եվ ինչ եք պատրաստել։ Փղիկ։ Փղիկ է պատրաստել երեխաներ։ Էլ ինչ ես պատրաստել, հիշում ես։ Էլ ինչ։ Կովիկ։ Կովիկ է պատրաստել երեխաներ։ Սկսում էին գնդիկից, ճիշտ է, որպեսզի գծիկներ չլինեն։ Այնուհետև այս ամանի օգնությամբ հենում են գնդիկի վրա և թաթիկներով սեղմում։ Սա երկրորդ շրջանը։ Ունենք արդեն 2 թևիկներ մեր թիթեռնիկի համար, բայց մեզ պետք են 2-ը։ Նկատում եմ, որ քո մազերի վրա գեղեցիկ թիթեռնիկ են նստել։ Իսկ այդ որտեղից այդ թիթեռնիկը Էլեն։ Դրսում են գեցել, եկավ մազեր։ Հա, թիթեռնիկը իջել է մազերի վրա ու նստել է երեխաներ։ Այս մեր գնդիկները պետք է սեղմենք, որ իրենք տափակեն։ Մանուշակագույնը կպցնում ենք դեղինին և ունենում ենք ահա այսպիսի դետալներ։ Իսկ այժմ վարդագույն պլաստիլինով կպատրաստենք մեր թիթեռնիկի մարմինը։ Լավ։ Իսկ գիտես ինչ գույներից ենք ստանում վարդագույնը։ Կարմիրից ու
սպիտակի։ Ճիշտ է, երեխաներ, եկեք չմոռանանք սպիտակ եւ կարմիրից։ Տեսնեմ գնդիկը շատ գեղեցիկ է։ Հիմա մատիկով մի ծայրից պետք է բարակացնենք։ Տեղադրենք պլաստիլինը մեջ տեղում։ Գլխիկն ենք կպցնում եւ աչուկները պատրաստենք թիթեռնիկի։ Այժմ անենք պերանիկը, գնդիկ, այնուհետև երկարացնում ենք։ Մեր թիթեռնիկը ահա այսպիսի դեմք ունի։ Հեքիաթային թիթեռ ստացվեց երեխաներ, իսկ հիմա պետք է նախշեր անել թևիկների վրա։ Մեզ կգան օգնության ինչպես միշտ մեր գնդիկավոր պլաստիլինները, երեխաներ։ Եվ իհարկե դեղինով ավելի փոքրիկ գնդիկ կանենք եւ կփակցնենք մանուշակագույնի վրա։ Անում ենք պոժիկները։ Մի քանի նախշեր կանենք մեկ այլ պլաստիլինով։ Ճիշտ է, երեխաներ, արդեն մենք երկու ունենա եւ արի ցույց տանք բոլոր բալիկներին, թե մենք ինչպիսի թիթեռնիկ պատրաստեցինք միասին։ Իհարկե վերջին դետալը երեխաներ, ցանկալի է նորից վերցնել մագնիս եւ սոսնձել, որպեսզի նորից փակցնենք մեր թիթեռնիկը սառնարանին։ Ահա եւ մեր թիթեռը պատրաստ է երեխաներ, եթե հավանեցիք, փորձեք ինքներդ, կարծեմ հրաշալի կստացվի։ Մեծնալ հանդիպում։ Հաջողություն։